Մայիսի 18-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ ավանդական Սայաթ-Նովյան 111-րդ վարդատոնը։ Տոնական օրը սկսվեց Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված պատարագով, այնուհետև տեղի ունեցավ եկեղեցու բակում հանգչող Աշուղի Շիրիմին վարդերի խոնարհման արարողությունը։ Այսօրվա միջոցառումը հայ-վրացական հարաբերությունների եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունների համար ունի էական նշանակություն։ Սայաթ-Նովյան ինքնից որպես ստեղծագործող, որպես աշուղ, որպես պոետ, որպես արվեստի հզոր ներկայացուցիչ, նա իրապես կարողացել է այն հիմնաքարերը դեռ այն ժամանակ դնել, որ այդ հիմնաքարերի վրա այսօր մենք կառուցում ենք հայ-վրաց ժողովուրդների բարեկամությունը, ամուր բարեկամությունը։ Եվ ես ցանկանում եմ, որ Սայաթ-Նովյանները նորից ծնվեն եւ որպիսի պահպանեն նրա թողած ժառանգությունը, ինչպես նաեւ իրենցը ստեղծեն։ Իսկ այս միջոցառումը համարում եմ այս գարնանային հրաշալի միջոցառումը, որ Թումանյանի եւ Գրիշաշվիլիից է մնացել մեզ որպես ժառանգություն արդեն 111-րդ անգամն է եւ այս վարդերի զետեղելու, վարդեր խոնարելու, նաեւ յուրովի արվեստը կուզենամ, որ լինի շարունակական։ Տոնահանդեսին ներկայ էին Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության պետնախարարի առաջի տեղակալը Ցագրեբուլոյի նախագահ Գյորգի Թխեմալաձեն, Վրաստանի խորհրդարանի Սփյուռքի եւ Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահը, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի եւ հայ համայնքի ներկայացուցիչները։ Այսօրվա իրադարձությունը տոնը շատ նշանակալից է, քանի որ այն նշվում է 1914 թվականից ի վեր։ Համապատասխանաբար այս տոնը յուրօրինակ կերպով միավորում է հայ եւ վրաց ժողովուրդների միջև հարաբերությունները, եւ մենք շատ ուրախ ենք այն ավանդաբար նշելու համար։ Եվ շատ նշանակալից է նաեւ, որ այսօրվա տոնը նշվում է հենց այստեղ, այս հրապարակում, մեր քաղաքի այս պատմական հատվածում։ Տոնահանդեսի համերգային մասը բացեց ավանդաբար վարդատոնին մասնակցող Հայաստանի Հանրապետության ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային նվագարանների պետական նվագախումբը երգիչ Մավր Մկրտչյանի մենակատարությամբ, որին հաջորդեց Երևանի պետական համալսարանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնների ելույթը եւ այլ երգիչների կատարումները։ Վարդատոնը մեզ համար թբիլիսահայերի համար ամենակարևոր միջոցառումներից մեկն է։ Սայաթ-Նովյան իր ստեղծագործությամբ, իր կյանքով այնպիսի մեծություն է եղել եւ այնպիսի կարևոր ուղերձներ է ունեցել իր ստեղծագործության մեջ, որ արդեն իր անվան ժողովրդական տոնը Թբիլիսիում նշվում է 1 դարից ավելի։ Այսինքն նշվում է 1914 թվականից։ Ես կարծում եմ, որ իր ուղերձները, որ ինքը 300 տարուց ավելի առաջ ավելի շուտ է արել, այսօր անգամ շատ կարևոր եւ արդիական է, քանի որ մարդասիրությունը, մարդկությունը, ընկերությունը, հաշտությունը, համերաշխությունը հենց այս դարում եւ այս ժամանակահատվածում կարծում եմ, որ ամենաարդիական է։ Հետեւաբար մենք հպարտանում ենք եւ մեզ կարեւորում ենք Սայաթ-Նովյան վարդատոնը եւ քանի դեռ կան թիֆլիսահայերը, ես վստահ եմ, որ այս տոնը պատշաճ մակարդակով միշտ կնշվի Թբիլիսիում։ Ի վերջո վարդատոնն այսօր ոչ միայն հուշ է մեծ Սայաթ-Նովայի, այլև կենդանի կամուրջ միավորող անցյալ ու ներկան, հայերին ու վրացիներին, մշակույթն ու հոգևոր արժեքները։ Միջոցառումն իրականացվեց Վիրահայերի միության, Թբիլիսի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան, Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, ինչպես նաեւ հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի աջակցությամբ։